Այս կամ այն պատճառով Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը լինի ոչ կենսունակ պետություն, այսինքն հույս ունենալ, որ զիջումներով, ինչ-ինչ քայլերով կամ զիջումների մասին ակնարկներով կամ այսպես ասենք ադրբեջանական նարատիվների արդարացման փորձերով հնարավոր կլինի այս շղթան կոտրել եւ Ադրբեջանում կասեն լավ արդեն բավական է ինչքան ճնշեցինք խեղճ հայերին, հիմա եկեք նորմալ զարգանանք, ապրենք եւ իրոք ինչու՞ չի կարող Հարավային Կովկասը լինել երկրորդ Բենիլյուքս, ինչպես օրինակ Բելգիան, Հոլանդիան եւ Լյուքսեմբուրգն է։ Այդ բոլոր հաշվարկները, իսկ ես չեմ բացառում, որովհետեւ հաշվարկներ եղել են կամ կան, այդ հաշվարկները ցավոք իրականությունից հեռու են։ Ըստ այդմ, իսկ որն է իրականությունը, ինչքան էլ դա դաժան է հնչում, իրականությունն է, որ մենք դեռ շատ երկար ժամանակ ունենալու ենք հարևան, հանդինես Ադրբեջանի, որը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը լինի ոչ կենսունակ պետություն, այսինքն մեր հաշվարկները, այդ թվում թե Ադրբեջանի նկատմամբ, թե այլ պետությունների հետ մեր հարաբերությունները, որպես մեկնակետ պետք է ունենանք սա, ոչ թե այն հույսը, որ շատ մոտ ապագայում այս արատավոր շղթան կճեղքվի եւ ասենք 2035 թվականին հայերն ու ադրբեջանցիները կլինեն նույն կարգավիճակում, ինչ որ Լյուքսեմբուրգն ու Հայաստանը կհայաթափվի։